Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Արկածների հետքերով անցնենք փորձությունը դասով հետքերով արկածների Ճիշտ է, պապիկն ինձ արգելել է իր սեղանը հավաքել, քանի որ այն չի կեղտոտվում, բայց նա չգիտի, որ ես միշտ մաքրում եմ սեղանը իրենից գաղտնի, դրա համար չի կեղտոտվում։ Շահանե ջան, իսկ գուցե թողնես կեղտոտվի, ինքը խնդրի մաքրել ու վերջապես վերջանա այս ահռելի կեղծիքը, հանուն որի մենք հավաքվել ենք այստեղ։ Ամենևին դրա համար չենք հավաքվել։ Այսօր ես օգտվելով առիթից, որ պապիկը տանը չէ, որոշեցի մաքրել նրա սեղանը։ Շահանե ջան, պապիկը կորել է, ոչ թե տանը չի։ Արմեն, թող հանգիստ պատմի։ Երբ ես մաքրում էի նրա սեղանից գտա տարօրինակ թղթի մի կտոր։ Ես անգիր գիտեմ պապիկի բոլոր իրերը։ Ես միշտ մաքրելուց հետո նրանք դասավորում եմ ճիշտ տեղերում, նույնիսկ ճիշտ անկյան տակ, որ պապիկը չկրահի։ Մի անգամ նույնիսկ դարակը դասավորելիս մի կրյա գտա դարակում։ Ողջ առողջ։ Այո։ Հետո որոշեցի այն դնել այն դարակում, որտեղից որ գտել եմ, բայց հետո հասկացա, որ կրյաները թեպետ դանդաղ, բայց այնուամենայնիվ շարժվում են։ Հետո պարզվեց պապիկի կրյան չէր։ Բա ո՞նց էր հայտնվել դարակում։ Չգիտեմ, ոչ ես, ոչ պապիկը չէինք տեսել։ Կրյանը հրաժարվեց պատմել։ Շահանե ջան, իսկ այդ ինչ թուղթ է։ Օ, այս թղթի վրա գրված է հեռախոսահամար։ Ու Այդքանը։ չես զանգել։ Ոչ, ես ինչ գործ ունեմ։ Բա որ միգուցե դուք էլ չզանգեք։ Շահանե ջան, պապիկը։ Ճիշտ է։ Ալո, բարև ձեզ։ Ձեր հեռախոսահամարը մեր պապիկի սեղանից ենք գտել, նա կորել է։ Աղջիկներ, դուք ամեն դեպքում դրսում կսպասեք։ Չգիտենք ով է այդ մարդը։ Բայց բարի ձայն ուներ։ Բայց ամեն դեպքում։ Բարև ձեզ։ Ես այսօր ձեզ զանգել էի։ Պապիկի համար երաժշտական գործիք դուք եք սարքել։ Այո, Բա այդ գործիքի անունը ինչ էր։ Փանդիր։ Բա պապին չասեց ինչի համար է պետք։ Չէ, բայց շատ դժվար գործիք էր։ Ոչ մի տեղեկություն չկա այդ գործիքի մասին։ Վաղուց գոյություն չունի։ Բա ո՞նց եք սարքել։ Պապի ցուցումներով, բայց պարզ չի ինչքանով է ինքը ճիշտ փանդիր։ Փանդիր։ Առաջի անգամ եմ լսում։ Այ որ առասպելները կարդայիք, կիմանայիք, որ Վահագնն է փանդիրը նվագել։ Փանդիր։ Փանդիր է այդ գործիքի անունը։ Վահագնի մասին առասպելներում է պետք փնտրել, որովհետև Վահագնն է այդ նվագել։ Հիշում եք վերջին էջի գրածը։ Ես նկարել եմ։ Առանց քեզ չգիտեմ ինչ էինք անելու։ Լուսինը մայր էր մտել ու աստղերն աղոտանում էին։ Արուսյակը միայն պայծառորեն փայլում էր շառագունող հորիզոնի վերևում։ Կներեք էլի։ Աննա ջան, ինչ ես կարդում։ Վահագնի առասպելը։ Սկզբից մինչև վերջ։ Դե մինչև այն տեղը, որտեղ կհասկանանք, թե որտեղ է պապիկը։ Ու ո՞նց ենք հասկանալու։ Մինչև հանդիպենք Փանդիրի։ Դե Փանդիրի հանդիպեք, քնից անեք։ Քարքելեռան բարձրունքի վրա, հինավուրց Մեհյանից քիչ հեռու, թփապատ քարակույտերի մեկի մոտ մի քանի պատանի հովիվ հավաքված լուսաբացն էին դիտում։ Այն ժամանակ, երբ երկինքն ու երկիրը ծիրանի գույն էին հագել,
եւ հորիզոնները բոցավառվում էին բարձրացող արեգակի ճառագայթներից, արևի հետ արևանման մի պատանի երևաց հորիզոնի վրա։ Վահագնը, ցնծակին բացականչեցին պատանիներն ու վազեցին, շրջապատեցին նրան։ Գեղեցիկ ու կաշնեղ մի պատան էր Վահագնը։ Ոսկեգանգուր մազերն առատորեն թափվել էին լայն ուսերին ու բոցավառվում էին նորածակ արևի ճառագայթներից։ Նրա հայացքը լի էր բարությամբ ու դեմքը ողողված էր մշտուրախ ժպիտով։ Մի ահագին լախտ կար նրա ձեռքին ու մի փանդիր թևի տակ սեղմած։ Հո, Վահագն։ Հո, Վահագն։ Հո, Վահագն։ Գտանք։ Սպասեք, շարունակությունն էլ կարդամ։ Ինչ շարունակություն, հավես ես ընկել։ Քարքելերը որտեղ է։ Ինձ ինչ որ մի բան հուշում է, որ պապիկ այնտեղ է ու մոտը լախտել կա։ Լախտն ինչ է։ Չգիտեմ, դու նայի քարքելերը որտեղ է, դու էլ նայի լախտը ինչ է։ Գնդաձև ծայրով գավազան է, լախտը։ Լեռնագագաթ հայկական լեռնաշխարհում Սերոգի Սարավանդի հարավային մասում, Արածանիի աջ կողմում, այս արևմտյան Հայաստանը։ Աշամունյաց ձորում կային այդպիսի ձիեր։ Ինչ ձի։ Փանդիր, լախտ, հիմա էլ ձի։ Վահագնը աստվածային ձի էր ուզում։ Գնում է Աշամունյաց ձոր ու գտնում է։ Մեզ էլ է արևմտյան Հայաստանում։ Չասեք էլի հանձնվում եմ, բայց ես ամեն դեպքում… Չէ, ոչ մի հանձնվել, պապիկին պետք է գտնել։ Ու հիմային ոգին կոտրող կոչեր մի արա։ Գիրքը իմ մոտ է, դուք կարող հանձնվեք կամ պայքարեք, ես գիշերը կփորձեմ գտնել պապիկի տեղը։ Ես քեզ կօգնեմ։ Ինչով։ Չգիտեմ, պետք լինեմ զանգի։ Ինչ չզանգեք, ես քնած եմ։ Մի վարքյան, ես հիմա լսում եմ, որ դու ամենակարևոր պահին մենակ ես թողնում քո ընկերներին։ Գորջան, դու ճիշտ ես լսում։ Երանի չլսեի։ Ռոմանտիկ։ Աստղիկը բոլորովին անտեղյակ Վահագնի ներկայությունից վերջացեց արթուզարդը, վար իջավ քարի վրայից ու նազելաճեմ քայլվածքով սկսեց հեռանալ։ Ծերունու թախծալից դեմքը լուսավորվեց։ Աստղիկ։ Վահագն, տես, բոլորը մեզ են նայում։ Մարիա, բարև։ Բարև։ Գիտես ինչի համար ենք հավաքվել։ Գոր։ Ես ինչի եք սենց անպատրաստ։ Որովհետև Աննան զանգեց, ասեց հավաքվեք, բան ունեմ ասելու, չասեց պատրաստվեք, գնում ենք լեռնագնացության։ Բայց կարայս չէ գուշակեիր, որ այստեղից մենք գնալու ենք քաղաքից դուրս, այլ ոչ թե օպերա։ Գորջան, իսկ դու գուշակել ես, թե քեզ գուշացրել են։ Երեխեք, պապիկի տեղը գտել եմ։ Ոնց։ Պապիկի գրքի վերջին էջի գրած տողերը գտա գլուխներից մեկում, ու դա միակ հնարավոր վայրն է, որտեղ պապիկը կարող էր գնալ առանց սահման հատելու։ Պետք է գնալ այդ գյուղ ու ճշտել բնակիչներից։ Մամայիս պիտի ասեմ։ Գնացինք։ Պապիկի նկարը բոլորը տունեք, չէ։ Եկեք ծրվենք, հետո էլի այստեղ կհավաքվենք։ Մարիա ու Անա դուք զգուշ կլինեք։ Ես հեչ։ Դե դու խելամիտ ես, դու զգուշ կլինես։ Ինչի մենք խելամիտ չենք։
Այս ինձ միակ բարի բան ես ասում, հետո մեղավորը դու ես դուրս գալիս։ Աննա ջան, բա ինչ կապ ունեն Վահագնը, Արաքսի ափը, Պապիկը ու Փանդիրը։ Այստեղ շատ կարևոր բան բաց թողեցիր, բա որ իմանաս Աստղիկը ինչ կապ ունի։ Այն գլխից, որտեղ Պապիկը տողերը դուրս էր գրել իր գրքի վերջին էջի համար, ասվում էր, որ Վահագնը Աստղիկի ու այլ պատանիների հետ նվագում ու երգում էր Սարիուսին, ու մոտենում ամի ծերունի ասում. «Իմ վիշտը միայն Վահագնին կպատմեմ»։ Ես եմ Վահագնը։ Հայոց աշխարհի հյուսիսից եմ գալիս, Երասխի հովտից, այնտեղ վիշապներ են բուն դրել եւ ժողովրդին տագնապի մատնել։ Եկել եմ քեզ ասելու, ով ի վերջո պիտի դուրս գա վիշապների դեմ եւ նրանց թունավոր շունչը կտրի մեր աշխարհից։ Ես Վահագն, դու ես փառքը հայոց աշխարհի, դու ես հույսը նրա։ Վահագնը այս խոսքերի հետ այլ պատանիների հետ գնում է Երասխի հովիտ։ Այնտեղ կոտորում է բոլոր վիշապներին ու օձերին ետ է վերադառնում։ Երբ ետ է վերադառնում, Փանդիրն առնում է ձեռքը ու սկսում է նվագել, բայց հավաքվածներից ոչ մեկ չի ապարում։ Հետո նահապետը ասում է, որ մի ահռելի պտահով գալիս է ու փախցնում է Աստղիկին։ Ինչ բարշամ։ Հարդագողի ճանապարհը չգիտես։ Գիտեմ, նույն Ծիրկաթին ուղակի հայերը ժամանակին Հարդագողի ճանապարհ են ասել։ Ցուրտ գիշերով գյուղացիները գալիս Վահագնին ասում են, որ ձմեռը ցուրտ է, երկար է, կենդանիներն էլ սոված են։ Վահագնը որոշում է, որ պետք է գնա Բարշամից հարդ գողանա։ Գողանում է ու երբ որ փախուստի է դիմում իր հրեղեն նժույգով, այդ երկնքում հայտնվում են այդ հարդից թափված բոցերը։ Գողությունը քրեորեն պատժելի է։ բա կենտանիներին սոված թողներ։ Ամեն դեպքում լավ բան չի։ Բարշամը Արմենի կարծիքը կիսելով գնում ու փախցնում Աստղիկին։ Հետո Հետո Վահագնը փրկում է։ տղա եմ ասե։ Հիմա լուրջ դուք մտածում եք, որ մեր պապիկը այս տարածքում է։ Վերջ։ Գնացինք։ Պապիկ, սպասի, պապիկ։ Մի բան գտար։ Հուսամ Արմենն ու Աննան գտել են։ Ես չեմ գտել, Աննան չգիտեմ։ Դու ընդհանրապես փնտրել ես։ Այո, քրտնաջան։ Աննան ուրա։ Պապիկ։ 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 Հերախոսս։ Ես գնում եմ Աննային փնտրելու։ Գոր պապիկից պրծանք հիմա էլ Աննային։ Այսինքն ես լսում եմ, որ դու ասում ես նման մի բան։ Էլ ավելի։ Այսինքն դու չես ուզում, որ մենք գնանք փնտրենք Աննային։ Հիշի, նա ով փնտրում է, գտնում է։ Սպասի, հերոս։ Մի վախեցի, գյուղից սկսած հետևիցդ գալիս եմ։ Ինչ արագ ես գնում։ Դու ով ես։ Ես Դավիթն եմ, հեռախոսուտ։ Շնորհակալ եմ։ Չի միանում։ Ընկերներս էլ երևի ինձ են փնտրում։ Արի քեզ կուղեկցեմ ընկերներիդ մոտ։ Բայց պապիկը գնաց։ Պապիկն ինչի տա պետք։ Ճանաչում ես։ Հա, գիտեմ ուրա գնում։ Երեկոյան կվերադառնա։ Արի։ Գոր սպասի, ուր ես գնում։ Աննային գտնելու։ Որտեղ։ Հիմա էլ ուզում ես խելամտությունդ օգտագործես, որպեսզի Աննային փնտրելու գործից հրաժարվես։ Չէ, ուզում եմ սառը դատենք, սենց քայլելով տեղ չես հասնի։ Դու մնա մտածի, ես գնում եմ փնտրելու։
Երեխեք, ինչ լավ է ձեզ գտա։ Համել ծանոթացեք, Դավիթն է, ինքը գիտի պապիկի տեղը։ Բարև ձեզ։ Բարև։ Քաղաքում կնորոք եմ։ Հիմա պապին այդ սարի ուսին կանգնած փանդիրով նվագում, հա։ Հա, մի 2 օրա ցերեկները գնում է նվագելու, երեկոյան վերադառնում է։ Մեր հարևանի տանն է քնում։ Դու էստեղ ես մնում։ Չէ, տատիկիս տուն եմ եկել։ Բա դուք էստեղ ինչ եք անում։ Պապիկ ենք փնտրում։ Հետաքրքիր զբաղմունք է։ Պապիկը շատ կարևոր գործով է զբաղվում, մենք նրան օգնում ենք, որպեսզի նա չմոլորվի ճանապարհին։ Ինձ էս էլի է եղել։ Հա, Ու էլի է լինելու։ Դե ամենայն հավանականությամբ։ Ինձ էլ կկանչեք ձեր որոնումներին մասնակցելու։ հա իհարկե։ Չէ, այս թիմը ամբողջականը։ Էս թիմա։ Պապիկը Պապիկ, Պապի ջան, արի գնանք տուն։ Բայց այս պայերին ինչ են անում։ գիտես մենք գիտենք։ ես գիտեմ։ Երբ Վահագնը փանդիր է նվագում ու ամեն ինչ լավ է, պատանիները բոլորը ապարում են նրա շուրջ։ Հուսամ Վահագնը լավ էր նվագում։ Պիտի պարենք։ Պապի ջան, գնանք տուն։ Պապիկ, ինչի ես տխուր։ Կան առասպելներ, որոնք այնքան ճշմարտացի են, որ մինչև այսօր նման բաներ կարելի է տեսնել։ Իսկ կան առասպելներ, որ մեծ երազանք են ու մինչև հիմա մնացել է որպես երազանք։ Ինչի մասին է խոսքը, պապի ջան։ Այդ երբ Վահագը փամբիր էր նվագում, ուրեմն նշանակում էր ամեն ինչ լավ է։ Երիտասարդները պարում էին, ժողովուրդը ուրախ էր։ Իսկ երբ Վահագը թշնամուց հանդանգ էր գողանում, կամ ասենք վիշապների դեմ կռվում, կամ աստղիկին ազատում, նվագը դադարեցվում էր։ Պապի ջան, դու շատ պեսիմիստական մոտեցում ունես այս հարցին։ Այստեղ շատ կարևոր նախադրյալներ բացակայում են։ Աբա ասա տեսնեմ։ Նախ դուք վստահ եք, որ ձեր գծագրած ու ստեղծած գործիքը հաստատ փանդիր է։ Ամենևին։ Պապի ջան, եթե անկեղծ լինենք, դուք նույնիսկ Վահագնն էլ չեք։ Դե կարող է Վահագնը հիմա գնացել է ինչ-որ բան անում է ձեր թվարկածների պես։ Ուղղակի աստվածների եւ մեր ժամանակները իրարից տարբերվում են, դրա համար էլ դանդաղ է թվում։ Էսա կգա։ Կարծում եմ պարտադիր չի, որ պատմությունը նույնությամբ կրկնվի։ Աստղիկի ու Վահագնի սիրո նման կարող է սեր ծնվել հենց այս պահին։ Ես առասպելը չեմ կարդացել, բան չեմ կարող ասել։ Այ հիմա գիտեմ, թե ինչ պիտի գրեմ։ Պապիկ, ինչ լավ է վերադարձար։ Դե եկեք ձեզ էլ գրկեմ։ Չէ, Շահանե ջան, կարիք չկա, ոչ առաջին անգամն է, ոչ էլ վերջին։ Մենք ամեն ինչ քո թխած թխվածքների համար ենք անում իմիջայլոց։ Դե ուրեմն, եկեք ձեզ թխված հյուրասիրեմ։ Հյուրասիրվեք։ Էս են քո ստացված թխվածքներն, հա։ Այո, այո։ Ան շատ համով է ապրես։ Ում թխածն ավելի համով, իմ թե Շահանեի։ Եսի։ Տարբեր թխվածքներ է, բայց համով է։ Ստորագրում եմ։
կհասնենք նպատակին։ Թող մանկությունը մեր ակտիվ հերթան գրքի լինի, անցնենք փորձությունը ժասով հետքերով արկածների հետքերով, անցնենք փորձությունը ժասով հետքերով արկածների։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։